Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինեմ ես, Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել մեզ, ահա այս տարբերակով, եւ տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են այս նույն կայքում ես առողջ եմ բաժնում։ Եվ իհարկե միացեք մեզ Facebook-յան հարթակում հայտարարված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ live stream կարող եք էլի դիտել մեզ, ընդ որում մեկնաբանություններում թողնել հարցեր, դիտարկումներ, եթե թեման հետաքրքրի եւ ես դրանք կընտրեմ հետաքրքիրները, արդիականները կուղեմ մեր այսօրվա հյուրերին։ Այսօր երկու հյուր ունենք, հերթով ներկայացնեմ Բժիշկ Ուրոլոգ Սարգիս Աբովյան, ողջույն, բժիշկ, շատ վաղուց ձեզ չենք տեսել մեր տաղավարում, շատ ուրախ եմ, որ ինչպես եթերից առաջ հիշեցինք, արդեն 14-րդ տարին մենք հանդիպում ենք եթերներում, եւ մյուս հյուրը MIPS բժշկական կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Էլեն Հովհաննիսյան, ողջույն Էլեն։ Ողջույն։ Ձեզ հետ այս տաղավարում ենք շատ հանդիպում եւ շարունակաբար տեղեկացնում ենք մարդկանց ռադիոլոգիական տարբեր գիտելիքներ, ինչ պետք է իմանալ մարդու գործիքային հետազոտությունների վերաբերյալ։ Այսօրվա եթերը մեր նվիրված է տղամարդկանց միզասեռական առողջությանը հատկապես։ Սարգիսի օգնությամբ հասկանանք ինչ է միզասեռական առողջությունը, այդ որ օրգան համակարգերն են սրա մեջ ներառվում ու ինչ պետք է առհասարակ իմանալ տղամարդու միզասեռական առողջություն ասելով։ Դուք ինչ կուզեիք, որ մեր հանրությունն առաջին հերթին իմանար այս մասին։ Առաջի հերթին պետք է իմանալ միանշանակ այն, որ նմանատիպ մեր ոլորտի գանգատները հիմնականում բավականին ցայտուն են, բավականին կյանքի որակի վրա անդրադարձող են եւ հուշում են դիմել բժշկի։ Անպայման դիմել բժշկին այդ առաջի կարևոր բանն է, որ պետք է իմանան։ Եթե խոսում ենք միզասեռական համակարգի մասին, մասնապես տղամարդկանց միզասեռական համակարգի մասին, պարտադիր պետք է նշենք, որ որոշակի սպეციფიկ օրգանական միավորներ կան, այսինքն մենք խոսում ենք որպես միզասեռական համակարգ երիկամներից սկսված, միզածորաններով իջնում ենք անատոմիապես, հասնում ենք դեպի միզապարկ, դրա այդ մասը կանանց եւ տղամարդկանց մոտ կարելի ասել նույնական է, որից հետո ունենք շագանակագեղձ տղամարդու դեպքում եւ արդեն մեզի դուրս բերվելու կամ տվյալ դեպքում նաեւ սեռական օրգանների զոնան համապատասխանաբար տարբեր է։ Գլխավոր բանը, որ պիտի խոսանք եւ ամենատարածվածն է, դա շագանակագեղձի առողջությունն է իհարկե եւ դրա հետ կապված անխուսափելի առաջացող խնդիրները։ Միզասեռական համակարգը միմյանց հետ է, միզական, սեռական, առանձին, նրանք անկախտելիորեն միմյանց հետ կապված են, այսինքն եթե մի հատվածում ունենք խնդիր, մենք չէ տղամարդիկ, ապա անխուսափելիորեն դա արտացոլվելու է մյուս հատվածում, թե սա ուղղակի բառերի միավորում է։ Ավելի հեշտ եւ ավելի համակարգային պատկերացնելու համար ինքը անվանվում է տենց, բայց որպեսի ասենք որ անկախտելիորեն միմյանց հետ կապված են եւ մեկի խնդիրները անխուսափելիորեն բերում են մյուսի խնդիրներին, այդպես չի։ Համենայն դեպս մեծ հավանականություն կա, որ բարձի թողի վիճակի հասցնելու պարագայում այտենց մենք ունենանք այդ հետևանքը։ Անցում կկատարվի։ Միանշանակ։ Դուք նշեցիք ամենասկզբում, որ կարևորն է դիմել բժշկի։ Ինչու եք միշտ շեշտը դնում այստեղ, արդյոք մենք Հայաստանում դեռ խնդիր ունենք դիմելիության հետ կապված ու տղամարդկանց մասով։ Միանշանակ ունենք դիմելիության խնդիր եւ ունեցել ենք միշտ եւ ցավոք սրտի մեր ջանքերին ի հակառակ դիմելիությունը այդ աստիճանի չի ավելանում, ինչքան ավելանում է իրազեկումը, ինչքան ավելանում է մեր ջանքերը, որպեսզի մարդիկ կարողանան այդ ամեն ինչից օգտվեն։ Համենայն դեպս շատ պարզ երևույթներ կան, որոնք որ տարիքի հետ վրա են հասնում տղամարդու կյանքում եւ շատ հաճախ ցավոք սրտի վերաբերմունքը նենցա դե մեծ եմ պետք է տենց լինի կամ նորմալ է 18 տարեկան չեմ որ սենց լինի, դրա համար գոյություն ունի նաև տարիքային նորմ հասկացությունը, ինչ որ բան կա տարիքային նորմայի մեջ է, ինչ որ բան կա տարիքային նորմայից դուրս է։ Այդ ամեն ինչը բավականին հեշտ հետազոտական գործիքակազմով հնարավոր է ի հայտ բերել։ Կարծում եմ, եթե ճիշտ լինի ավելի ճիշտ կոնկրետ պաթոլոգիաներին անցնելը եւ պունկտերով ասելը թե որոնք են այդ խնդիրները, եթե
պահն է արդեն կարանք արդեն դրան հասնել։ Մինչ այդ պահը ես կուզեի մի փոքր էլ նաև այդ դիմելիության հետ կապված խոսեինք ձեր սենյակում ընթացող խորհրդատվության մասին, որովհետև կուզեի լավ հասկանանք այ դիմեց տղամարդը ամենահաճախն ինչ գանգատներով է դիմում, եթե գալիս է մեկ գանգատով, ապա դուք ինչ հարցեր եք տալիս շղթայական այլ խնդիրներ հայտնաբերելու համար։ Մի փոքր այս կոմունիկացիային էլ անդրադառնանք նոր խնդիրներին հիմնական ամենակարևոր բաներից մեկն է, որ ասում են ճանաչիր ինքդ քեզ, հա, կոմունիկացիաը ինքդ քո հետ առաջի հերթին։ Շատ հեշտ հարցեր կան, որ բժիշկը տալիս է տղամարդուն, որն այցել է, հատկապես եթե խոսքը գնում է 50-ից հետո տարիքում գտնվող տղամարդու մասին, որը որ ընդ որում պարտադիր պետք է նշել, որ տարիներ առնվազն 1-1.5 տասնամյակ առաջ բոլորս էլ նկատել ենք, որ տարիքը ուրիշ ձև է աշխատում արդեն։ Այսօրվա 50 տարեկան կինը բացարձակապես տարբեր է, քան նույնիսկ 10-15 տարի առաջ 50 տարեկան կնոջից։ Նույնն էլ տղամարդը։ Մենք այսօր բժշկության եւ տարբեր այլ որոշակի նաեւ սոցիալական գործոնների հիման վրա հնարավորություն ունենք շատ ավելի երկար ու շատ ավելի առողջ եւ շատ ավելի գործունյա ապրել, մեծ հավանականությամբ մինչև 80-80-ից ավել տարեկան մարդիկ աշխատող եւ աշխատունակ օրգանիզմով են, թե նյարդաբանական, թե ուղեղի, թե ֆիզիկական։ Համենայն դեպս հարցերը հետեւյալն են. ինչքանով է գոհացնում տվյալ դեպքում միզարցակության շիթը, ինչքանով է գոհացնում դատարկման զգացողությունը, արդյոք կա անհրաժեշտություն եւ իմպերատիվ, այսինքն կարիքից ելնելով գիշերը արթնանալու եւ զուգարան գնալու ցուցման հետ կապված, կան այդ ոլորտի վերջի ժամանակահատվածում կտրուկ փոփոխություններ։ Հաջորդաբար արդեն գնում են հարցերը. մեզի գույնի վերաբերյալ արդյոք տեսել են արյուն թե ոչ, արդյոք այդ ամեն ինչը իրանց կյանքի որակի վրա ինչքանով վատ է ազդում, հաճախականությունը եւ այլն եւ այլն։ Ինչ սեզոնայնությամբ է դա սրվում, նույնպես հարցեր են, որոնք որ մարդ ինքը իր մեջ կարա մտածի եւ ինչ որ մի հատ հետեւության գա։ Իսկ շագանակագեղձի վերաբերել ինչ հարցեր հնարավոր է ուղղել։ Այդ հարցերը անուղղակի կերպով հենց ուղղվում են շագանակագեղձի առողջությունը դիագնոզելու եւ դրա հետ վերաբերյալ լրացուցիչ հետազոտություններ կամ անհրաժեշտ հետազոտություններ իրականացնելու, որովհետեւ այդ օրգանը, որը որ բացառությամբ մի հատ կոնկրետ մանիպուլյացիայի չես կարող ձեռ տալ, չես կարող տեսնել, չես կարող հետազոտել, չես կարող զգալ ինքը կա թե չէ, քիթ, ձեռք, ծնկան, հոտ, նման բան չի։ Հասանք ըստ ձեր փորձառության արդեն քանի տարի եք դուք որպես ուրոլոգ ծավալում կոնկրետ ըստ ձեր տպավորության Հայաստանում top 3 ամենատարածված, ամենահիմնական ու այդպես վտանգավոր խնդիրները միզասեռական համակարգի տղամարդկանց մոտ կարող եք նշել։ Top 3-ի մեջ շատ կարևոր է որ ասեմ, որ Հայաստանը կամ տարածաշրջանը մինիմալ կապ ունի այդ ամեն ինչի հետ առաջի տեղի մասով դա շագանակագեղձի տարիքային գերաճն է, որը որ բնականաբար պետք է տարբերակել արդյոք ինքը գերաճը բարորակի մասին է խոսքը գնում, թե չարորակ գերաճի մասին է խոսքը գնում։ Այնուամենայնիվ դա ամենաանխուսափելին է եւ այն է, որի բաղադրիչները տվյալ անձի գործողություններից կամ կյանքի ռեժիմից ոչ մի բանից կախված չեն, վաղ թե ուշ այս կամ այն ուշգնությամբ դա արտահայտվելու է։ Երկրորդ տեղում ես իհարկե կասեի, որ խնդիրներն են, որոնք որ կապված են ավելի շատ գրագիտության եւ իրազեկված լինելու հետ, եթե արդեն խոսքը գնում է ոչ թե այդքան միզա, այլ սերա կան համակարգի, համապատասխանաբար սեփական խնդիրը գիտակցել չգիտակցելու հետ կապված ճիշտ ժամանակին դիմելու հարցը, ամաչելու հարցը, որոշակի կոմպլեքսներից ելնելով քողարկելու հարցը, ընդ որում կատաստրոֆիկ շատ արկա անձնական հիգիենայի հետ կապված առաջացող հարցերը, то есть ես դա համապատասխանեցի մեկ խմբի մեջ, դա երկրորդ տեղում կլիներ կապված չգիտեմ ինչ անեմ դրա համար ունեմ խնդիր, որի հետ կապված չգիտեմ ինչ անեմ դրա համար խնդիրս ավելի խորանում է։ Դա լինում են եւ սեռական խնդիրները, սեռավարակների բարդացման արդյունքում կրկին անգամ շագանակագեղձի ոլորտի խնդիրները եւ իհարկե հաջորդ շատ կարեւոր մասը որ պետք է նշենք, իհարկե մեր ոլորտում ամենատարածվածը եւ իմенно Հայաստանի հետ կապված մասնավորապես
Հայաստանի հետ կապված էնդեմիկ տարածում ունեցող խնդիրը դա իհարկե միզաքարային հիվանդությունն է, որովհետև թե մեր կրկին անգամ միզաքարային հիվանդության պատճառը հետևանքային ամբողջ պատկերը ամբողջ աշխարհում դեռևս վերջնական հայտնաբերված չի, այսինքն նա ունի եւ գենետիկ բաղադրամաս եւ lifestyle բաղադրամաս, այսպես ասած, բայց միանշանակ ապացուցված է ջրի մեջ աղերի պարունակությունը, հանքանյութերի պարունակությունը, սննդակարգի որոշակի ապրելակերպի նստակյացության հետ ամենից հետ կապված միանշանակ դա ամենատարածված խնդիրներից մեկն է նույնպես եւ գործոնները հստակ դուրս են եւ վտանգավոր։ Զրուցենք նաև MIPS կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Էլենի հետ։ Կարող եք նշել այսքան խնդիրներ դուրս բերվեցին կլինիցիստի կողմից, որ դեպքերում են ուղղորդվում ձեզ մոտ, գործիքային որևէ հետազոտության։ Կխնդրեի եւ համակարգչային տոմոգրաֆիային եւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիային առանձին անդրադառնալ։ MRT-ն ոսկե ստանդարտ է, արդեն էլի ունեցել ենք այս թեմայով զրույց շագանակագեղձի հետազոտության համար, բացի նշված փոփոխություններից, այդ գերաճից, ադենոմա ասվածը, բորբոքային փոփոխություններից զատ, MRT-ն միակ գործիքային հետազոտությունն է, որը հնարավորություն է տալիս հայտնաբերել շագանակագեղձում նույնիսկ մի քանի միլիմետրանոց պաթոլոգիկ օջախ եւ որոշել այդ պաթոլոգիկ օջախի նեոպլաստիկ լինելու հավանականությունը։ Ինչ է դա նեոպլաստիկ լինելը։ Ուռուցքային լինելու հավանականությունը։ Ունենք փոփոխություն գեղձում, այո, ունենք հիպերպլազիա, գերաճ եւ այդ փոփոխությունների ֆոնին ճիշտ հետազոտությունը կատարելու դեպքում, այսինքն դա փոքր կոնքի ստանդարտ հետազոտություն չէ։ Դա հենց շագանակագեղձի մուլտիպարամետրիկ հետազոտություն է, որը տարբերվում է փոքր կոնքի ստանդարտ հետազոտությունից, եւ մենք պարտադիր պետք է հետևենք այդ ծրագրերին, այսինքն տեխնիկապես ճիշտ իրականացման դեպքում միայն կարող ենք պատասխանել մեր առջև դրված հարցերին։ Իսկ այդ հարցերը կլինիցիստն արդեն ուղարկում է, որ գիտեք, ինձ պետք չէ փոքր կոնքի ընդհանուրը, այլ ինձ պետք է հատուկ ռեժիմով։ Այո, ուղարկում է կլինիցիստը արդեն PSA-ի անալիզ ունենք հանձնած, հետազոտություններ կան արված եւ կա կասկած։ Մենք հետազոտությունից հետո, եթե հայտնաբերում ենք այդ օջախը, բնականաբար վերջնական ախտորոշում դրվում է բիոպսիայի միջոցով, որը հետո արդեն ուրոլոգները անում են, բայց փոքր օջախների պարագայում տեղակայումը, չափերը, հավանականությունը MRT-ն միակ մեթոդն է, որի միջոցով կարողանում ենք որոշել եւ օգնել կլինիցիստներին հետագա ճիշտ կողմնորոշվելու հարցում։ Սա ինչ վերաբերում է շագանակագեղձին, դե իհարկե արդեն հաստատված ուռուցքային հիվանդության պարագայում բուժում ստացած պացիենտների պարագայում նույնպես դինամիկ հսկողությունը անց ենք ասում MRT-ի միջոցով, որովհետև այս պարագայում կատեն ունի մի քիչ ավելի սահմանափակ հնարավորություն, հա, եթե կա գոյացություն արդեն շատ մեծ, կա տարածում ուռուցքային process-ի, այդ դեպքում կատեի միջոցով, հա, կարողանում ենք հարցերին պատասխանել, բայց նոր սկսվող process-ի ժամանակ արդեն կատեի միջոցով չեն կարող հայտնաբերել այդ փոքրիկ օջախները, այստեղ MRT-ն ոսկե ստանդարտ է եւ շատ կարեւոր իրականում դեր ունի։ Ես կուզեի մի հարց միջանկյալ ուղղել նաև կլինիցիստին, արդյոք MRT-ի պատասխանը ստանալուց հետո է արվում բիոպսիան, թե հնարավոր է կասկած չլինի եւ դուք միանգամից նշանակեք բիոպսիա, այս պահը ինչպես է որոշվում։ Գործելակարգի լավագույն եղանակը իհարկե բիոպսիայից առաջ MRT կատարելն է, միանշանակ։ Բացի նրանից, որ MRT-ն զուտ պրոտոկոլային բազմաթիվ պատճառներով ընդունված է եւ պարտադիր է արվի, հատկապես փոքր չափի տեղակայման օջախների պարագայում MRT-ն մեզ շատ լավ ձևով կարողանում է հուշի, որտեղից, այսպես ասած, կետային ավելի կոնկրետ թիրախային փորձենք բիոպսիան իրականացնենք։ Նույնիսկ այս օջախային պատկերն միանշանակ։ Բացի դրանից, մենք գիտենք, որ հարակից հյուսվածքների ախտահարման խնդիր կա, լիմֆատիկ հանգույցների ախտահարման խնդիր կա, որոնք որ բոլորը շատ լավ եւ վառ կերպով բացահայտվում են բնականաբար MRT-ի դեպքում։ Կան որոշակի մասնավորապես չարագույացությունների, օրինակ միզապարկի ուռուցքների դեպքում կա առաջնահերթություն, որը որ վերաբերվում է բազմաօրգան կոնտրաստավորված կատեին, օրինակ, հա, որը որ պետք է օգնի մեզ հայտնաբերել, ինչպես բժշկուհին ասեց, հայտնաբերել
հեռահար մետաստատիկ պրոցեսները տարածումը եւ այլն, բայց տվյալ զոնային ճիշտ մոտեցում ցուցաբերելու համար MRT-ն իհարկե միանշանակ ոսկե ստանդարտ է, հատկապես ավելի նոր վերջին կենտրոնացած, ավելի թիրախային հետազոտման ռեժիմների Այդ հատուկ մասին։ ռեժիմների Նշեցի մուլտիպարամետրիկ, այո, այսինքն հատուկ կտրվածքներն են արվում ըստ օրգանի հատուկ ծրագրեր են, որոնք տարբերվում են ստանդարտ հետազոտությունից եւ արդեն պացիենտների որ գալիս է ունենք մեր արժեվ դրված հարց, եթե գալիս է միզապարկի հետ կապված խնդրով, հետազոտությունը կատարվում է այլ կերպ, կատարվում է միզապարկի մուլտիպարամետրիկ հետազոտություն։ Սա էլ է առանձին ռեժիմով, ոչ առանձին ռեժիմով է, ես հպարտորեն պետք է նշեմ, որ մյուս բժշկական կենտրոնան եզակի կենտրոններից է, որտեղ արվում է միզապարկի մուլտիպարամետրիկ հետազոտությունի դեպ, այստեղ մեր արժեվ դրված խնդիրը այլ է, եթե շագանակագեղձի պարագայում մենք փորձում ենք հայտնաբերել օջախ եւ որոշել այդ օջախի ուռուցքային լինելու հավանականությունը, միզապարկի ուռուցքների պարագայում մեր արժեվ դրված չէ հասկանալ դա բարորակ գոյացություն է թե չարորակ գոյացություն է։ Այստեղ մեզ մուլտիպարամետրիկ MRT-ի համար կա մեկ այլ խնդիր, մենք որոշում ենք նույնիսկ փոքրիկ օջախի տեղային ինվազիայի աստիճանը միզապարկի մկանային շերտի մեջ։ Ներթափանցում։ Ինչքան խորն է ներթափանցում։ Այլ հարց է, այո, եթե կա մեծ գոյացություն, կատե հետազոտություն է արվել, կա արտաօրգանային աճ, օրգանից դուրս աճ, այդ դեպքում կատեն բոլոր հարցերին պատասխանում է, բայց եթե գոյացությունը փոքր է եւ հետագա տակտիկան բուժման այլ է մկանային շերտի ինվազիայի արկայության պարագայում եւ հակառակը, այս դեպքում MRT-ն շատ կարեւոր ոչ ինվազիվ մեթոդ է էլի օգնելու բժշկին կողմնորոշվելու հարցում։ Այսինքն մեր արժեվ դրված խնդիրները տարբեր են, բայց հետազոտությունը էլի թիրախային է, էլի տարբերվում է ստանդարտ հետազոտությունից եւ չկատարելով, չպահպանելով, այդ տեխնիկական կետերը ոչ ճիշտ կատարելու դեպքում մենք կունենանք սխալ պատասխան, այսինքն չկարողանա, այո, լիարժեք չէ, պարտադիր է, որպեսզի հստակ կերպով ճիշտ կատարվի հետազոտությունը։ Այստեղ հետաքրքիր է հասկանալ, երկուսիդ մեկնաբանություն էլ կուզեմ լսել, փաստորեն բժիշկ ռադիոլոգը արդեն որոշակի ախտորոշում ուղարկում է կլինիցիստին, թե ուղակի մասնագիտական եզրակացություն ունի, որը դուք հաշվի եք առնում եւ նոր դուք եք դնում ախտորոշում, այսպես ասած։ Ախտորոշումը որպես այդպիսին ինքը մուլտիդիսցիպլինար է տեսակետից, այսինքն պետք է սեփական տեղի ունենում, այսպես ասած, արկա հետազոտությունների հիման վրա կամ արկա գանգատների հիման վրա կասկածի ձևավորում, այդ կասկածի հիման վրա համապատասխան լրացուցիչ հետազոտությունների պահանջ, հետազոտությունների իրականացման արդյունքում ընդհանուր, այսպես ասած, ուժերով դրվում է վերջնական դիագնոզը։ Բնականաբար մասնագետը ռադիոլոգը պարամետրեր է նշում, թե ինչա ինքը տեսել։ Դրանք հասկացող աչքի համար արդեն իսկ դիագնոզ են հանդիսանում, բայց հետո պացիենտին եւ պացիենտի հարազատներին վերբալ ձևակերպված դա տալու համար դրան ավելացվում է մի քիչ ավելի երբեմն ցավոք սրտի ավելի աշխարհիկ լեզվով ավելի հանրամատչելի կերպով ինֆորմացիա։ Էլեն լինում է, որ դուք կլինիցիստի հետ ընթացիկ քննարկումներ ունենաք մասնագիտական, թե ինչ ենք կոնկրետ փնտրում, ինչ է պետք իրեն, թե գալիս են ուղակի գրեք, ինչ եք տեսնում դուք։ Չէ, այդպես էլ է լինում իհարկե, բայց մենք գտնում ենք բժշկին, ով որ ուղարկել է, որովհետև այդ ամեն ինչը արվում է օգուտ պացիենտի։ Անպայման ընթացքում խոսում է, թե անհասկանալի հարցեր կան, քննարկվում են, հակասություններ շատ են լինում։ Գիտեմ, որ դուք անձամբ երկուսով չեք աշխատել, բայց ձեր փորձով մի փոքր կիսվեք։ Առանձնապես ոչ, իրականում հակասություն լինելու այսպես հարց չկա, ռադիոլոգի իր կողմից ասում է, հա, ոնց որ ասացինք, ինչ ենք տեսնում, նկարագրում ենք, հետո արդեն կլինիցիստը իր մնացած քայլերն է անում, հա, պացիենտին վարում է եւ իհարկե վերջնական ախտորոշման դեպքում ինձ հետ աշխատող բժիշկները շատ ժամանակ ես կապի մեջ եմ ու իմանում են վերջնական ինչ ախտորոշում դրվեց, որտեվ այդ հիվանդների հետ, պացիենտների հետ մենք հետագայում նույնպես աշխատում ենք դինամիկ հսկում ենք պացիենտներին։ Առանց ռադիոլոգ կլինիցիստ կապի գործը կտուժի, միանշանակ չի լինի։ Հակասություն նույնիսկ եթե լինում է, ինքը լինում է ավելի շատ քննարկման սկզբնական միգուցե փուլում, որը որ կապված է եւ միտված է մենակ
ճշմարտությունը կամ ճշգրիտությունը հայտնաբերելու ի օգուտ հիվանդի, ի օգուտ տվյալ հարցի լուծման։ Ու այդ շատ կարևոր կապ է, ինչի համար եմ ասում, ես անձամբ որպես մեծ բազմապրոֆիլ բժշկական հիմնարկում, Էրեբունի բժշկական կենտրոնում աշխատող կլինիցիստ, մասնավորապես շտաբ դեպքերի պարագայում, օրինակ տրավմաների պարագայում ահռելի կարևորություն կա հետազոտող անձնակազմի եւ բուժումական վիրահատական միջամտությունը ապահովող անձնակազմի ճիշտ կոմունիկացիան իրար միջև, արագ կոմունիկացիան, երբեմն բոլորով հավաքվում եք այդ սենյակում նայում եք կատեն, հետո բոլորով ինստիտուտ նայում եք հիվանդին անձամբ, շատ նրբություններ կա, երբ որ անսպասելիորեն մի հատ 1 վայրկյանի ընթացքում մի հատ նոր շերտ, մի հատ նոր կտրված կա դիտարկվում ու լրիվ ուրիշ պատկեր ապարզվում։ Դա կարա լինի թե միզասեռական համակարգի տրավմաների դեպքում, դա կարա լինի եւ միզաքարային հիվանդության դեպքում, մասնավորապես, չգիտեմ, ինչ որ զավեշտալի դեպքերի պատմելուն չենք կարա անցնենք, ժամանակը եւ եթերը թույլ չի տա, բայց օրինակ կան ուրոլոգիայի մեջ տրավմատիկ վնասվածքներ, որոնց որ ոսկե ստանդարտը նույնպես MRT-ն է, մասնավորապես օրինակ առնանդամի կոտրվածքի դեպքում եւ նմանատիպ ոչ այդքան կոնվենցիոնալ ամեն օր հայտնի դարձող, բայց կյանք փոխող խնդիրներ են, որոնք որ MRT-ի միջոցով կարող են լուծվել նույնիսկ ու լուծվում են, կարևոր է։ Էլեն, փոքր կոնքի, ընդհանուր փոքր կոնքի օրգանների MRT-ն տևողությամբ, տեսլայի հզորությամբ, ինչով է տարբերվում թիրախային ձեր նշած ծրագրերից, կարող ենք մի փոքր էլ փոքր կոնքի մասին խոսել։ Այստեղ ասեմ, ավելի շատ տեսլայի հարցը չի իրականում, ավելի կարևոր է ճիշտ պրոտոկոլով անել հետազոտությունը։ Այսինքն, եթե արվում է ճիշտ պրոտոկոլով, մուլտիպարամետրիկ շագանակակեղծի MRT, այստեղ հզորությունը, իհարկե 3 տեսլայով արված հետազոտություն, բնականաբար վիզուալիզացիան ավելի լավ է, բայց ճիշտ հետազոտությունը անելու պարագայում կլինիկական անհրաժեշտություն ունեցող ինֆորմացիան, այն ինչ որ անհրաժեշտ է կլինիցիստին, կարող ենք ստանալ նաև հետազոտությունը անելով 1.5 տեսլայով։ Այստեղ հարցը այդքան էլ տեսլայի մեջ է, ինչքան որ ճիշտ արվի հետազոտությունը։ Տևողությունները մի քիչ տարբեր են, հետո մի քիչ անհատական են, ենթադրենք միզապարկի հետազոտության ժամանակ կարող է պացիենտը գալ ոչ բավարար քանակով լցված լինի միզապարկը, իսկ դա կոնկրետ մեզ համար կարևոր է միզապարկի պարագայում, հետազոտությունը կատարելիս, եւ անհատական պացիենտի վրա ժամանակ ծախսվի, մի քիչ շարժվի, մի ծրագիր չստացվի, կրկնվի, այստեղ մի քիչ տատանումներ կարող են լինել, բայց նախապես տեղեկացում եք, արվում է նախապատրաստական աշխատանքները, իրականում այդքան հեշտ չէ, թե բուժառուի համար, պատրաստվել է, որովհետև գալիս են MRT անցնելու, օրինակ միզապարկի MRT հենց այն մարդիկ, որոնց մոտ հենց այդ օրգանի հետ է խնդիրը, այսինքն մի քիչ դժվար է, բայց այստեղ արդեն ընթացքից հասկանում ենք, եթե անգամ իդեալական պատրաստված վիճակ չի, բայց մենք կարողանում ենք մեզ հետաքրքրող հարցին, մեր առջև դրված հարցին պատասխանել, կայացնում ենք հետազոտությունը կամ փորձում ենք շտկել այդ խնդիրը։ Էլեն, ճիշտ եմ հիշում, որ տրավմաների դեպքում շտաբ հետազոտություն, ամեն դեպքում համակարգչային տոմոգրաֆիա էր արվում արագության եւ ինֆորմատիվության համար, բայց այստեղ կլինիցիստը կարծես ասես նույնիսկ այդ դեպքում է MRT արվում, ինչպես է տարբերում, ինչ է անում։ Ու քիչ դեպքերի մասին է խոսքը։ Ընդհանուր առմամբ, այո, դուք ճիշտ եք հիշում։ Գլոբալ առումով, որպես առաջնային ընտրության մեթոդ համակարգչային տոմոգրաֆիան է։ Բժշկի նշած հարցերը մի քիչ, արվել տարածված տրավմաները իհարկե դրանք հերո բոլորից եթե խոսքը գնում է ֆիզիկական վնասվածքների մասին, եթե խոսքը գնում է վթարների մասին, դանակահարությունների մասին, միջադեպերի մասին, այո, միանշանակ, բայց կա սպეციფიկ ոլորտ, որը որ մեր այսպես միզասեռական ոլորտի տրավմաների մասին են, որ MRT-ն ալտերնատիվա չունի։ Հասկանալի է, եթե այլընտրանք չունի, կարող ենք հակացությունները այդ դեպքում նշել, ունի MRT-ն դեպքեր, երբ չեք անում։ MRT-ն հակացում է միայն այն, եթե կան մետաղական մարմնում
ինչ որ, չգիտեմ, կոնստրուկցիաներ, որոնք որ չի կարելի։ Սա բոլոր տեսակներն է, չէ՞, իդեպ վերաբերում ոչ միայն փոքր կոնքի։ Կապ չունի, հա, եթե օրգանիզմում կա մետաղ, որը համատեղելի չէ MRT-ի հետ, որովհետև կան մետաղներ եւ ժամանակակից բազմաթիվ իմպլանտներ, իրանք ստեղծվում են այնպիսի եղանակով, որպեսզի լինեն համատեղելի։ մեծ մասը արդեն համատեղելի են, Արդեն փոխվում է, չէ՞, իրավիճակը։ Բայց օրինակ կարող է լինի բեկոր, այո։ ոչ բժշկական ներառուկ, այսինքն հա դա կոնքազդրային հոդի իմպլանտ չի կամ սրտի ստենտ չի, այլ բեկորա, շատ Այո, ճիշտ եք ասում։ վերմակը քաշեցին Ստենտավորումները մինչև 2 ամիս, այսինքն նոր ստենտավորված պացիենտները, կարդիոստիմուլատորները նույնպես հագածություն են եւ իհարկե եթե պացիենտը չի կարողանում պարկել։ Այդպես նույնպես լինում է կլաուստրոֆոբիայի պատճառով կամ այլ պատճառներով։ MRT-ի դեպքում հետազյան պարագայում անշարժ պարկելը պացիենտի adekvat կարևորագույն պայման է, այլապես ուղղակի հետևություն չի կարող կայանալ։ Նվազագույն եւ առավելագույն տևողություն կարող ենք նշել։ Միջինում 40 րոպե։ Լավ։ 40 րոպե, 10 րոպե կարող է ավելանալ արդեն ըստ պացիենտի։ 40-ից 50 րոպե լավ, այսպես ասեմ։ Ես գիտեմ, որ այս հարցը ռադիոլոգներին շատ եմ ուղղում, բայց լսարանից հասկանում եմ, որ միշտ կարիք կա ուղղելու։ Կարող եք ցավի, ճառագայթման, տված վնասների, հետևանքների մասին խոսել։ Խոսենք MRT-ն բացարձակ ճառագայթում չունի, ընդհանրապես բացարձական վնաս է բուժառուի համար, կարելի է անհետևանք, չունենք ոչ մի հետևանք, կարելի է անել այնքան, որքան որ պետք է, որքան որ ցուցված է բուժող բժշկի կողմից, բացարձակ անվնաս հետազոտությունը։ Իդեպ հարգելի ունկնդիրներ, ընթացքում էլ չի ցավում։ Ընթացքում ոչ մի ցավ չկա, բացարձակ ընդհանրապես ցավ չկա, միայն բարձր ձայներն են, որը նորմալ է։ Հարցը երբ պետք է լուծվի բարձր ձայների, լսանից էլի զգում եմ բողոքները շատ են։ Ձայնի բարձրությունը գնալով նվազում, ամեն նոր սարքը, որը իմ աչքի առաջ միշտ աշխատում է մեր հիվանդանոցում։ Դուք եք ձայնի նվազելը։ Ես միշտ արդեն տարիներ շարունակ նորացվում է, ես տեսնում եմ, որ ձայնն էլ է նվազում։ Իսկ ով որ տանը երեխա ունի, հաստատ այդ ձայնից չի նեղում։ Եկեք համակարգչային տոմոգրաֆիայի ամեն դեպքում ազդեցության մասին էլ հասցնենք խոսենք, այստեղ ինչ ունենք։ Համակարգչային տոմոգրաֆիան հետազոտության մեթոդ է այլ միզաքարային հիվանդությունների պարագայում։ Այդ դեպքում արվում է համակարգչային տոմոգրաֆիա։ Դե ռենտգեն ճառագայթը գիտենք բոլորս, որ կա ճառագայթում որոշակի բայց համակարգչային տոմոգրաֆիան չի արվում ուղղակի, այսինքն այդ ամեն ինչը մշակված է, դոզավորված է, այնպես չի որ պացիենտին վնաս են պատճառում։ Եվ կան ցուցումներ անելու, իհարկե։ Այո, ըստ ուղղորդման է, այսինքն այնպես չի որ ինչքան ուզի պացիենտը կամ այդպես անդադար կարելի է անիմաստ անել հետազոտությունը։ Հետազոտություն անելու համար պետք է լինի ցուցում։ Եթե կա ցուցում, բնականաբար առաջնահերթ է որ արվի հետազոտությունը։ Նույնը դինամիկ հսկողության ժամանակ, եթե կլինիցիստը կարիք է գտնում, որ պետք է կրկնել, այս դեպքում արվում է։ Փորձում ես անել մինիմալ տևողությամբ, մինիմալ շերտերի ներառմամբ անհրաժեշտի սահմաններում, բնականաբար կան նրբություններ, մասնավորապես օրինակ հղիներին հակացուցված է կոմպյուտերային տոմոգրաֆիան, ընդ որում որոշ շատ սուր կարևոր որոշում կայացնելու դեպքերում նույնիսկ էլի կա պրոտոկոլ, որ համապատասխան որոշակի պաշտպանիչ միջոցառումներ կիրառելով արվում է, այսինքն բոլոր գործողությունները տարիներ, տասնամյակներ շարունակ ուղղված են մաքսիմալ ինֆորմացիա ստանալու, բայց այդ արդյունքում մինիմալ վնաս պատճառելու է, այսինքն։ Սա կանոնն է, որով ուղղորդվում է բժշկագիտությունը եւ վերջին 3 րոպեներին կխնդրեի ձեր նշած հիմնական խնդիրների կանխարգելիչ կամ դինամիկ հսկողություն ունենալու քայլեր նշել մեզ լսող տղամարդկանց համար։ Շատ գովելի եւ շատ ողջունելի է վերջի ժամանակաշրջանում բազմաթիվ մեծ կազմակերպությունների որպես գործատու, մասնավորապես ինչքան ես եմ պատկերացնում պետական համակարգի գնալով ավելի մուտքը այդ տեսակետից մարդկանց հետազոտելու մեջ, այսինքն կան տարեկան զննումներ, տարեկան ստուգումներ, որոնք որ այս կամ այն առումով իմպերատիվ կատարվում են, նույնիսկ եթե դա չկա, տղամարդը 50 տարեկանից հետո տարին գոնե մեկ անգամ պետք է իրականացնի PSA տեստ, այսինքն շագանակագեղձի
օնկոմարկերը, հա, քաղցկեղածին տարժը արյան մեջ, որը որ կա հայտնաբերելու համար փորձում ենք մաքսիմալ հանրամատչելի ասել փոքր կոնքի ուլտրաձայնային հետազոտություն առնվազն եւ ուրոֆլոմետրիա մեզի շիթի չափում։ Շնորհակալություն, կարծում եմ կհետևեն այսքանին։ Մենք զրուցեցինք բժիշկ ուրոլոգ Սարգիս Աբովյանի եւ MIPS կենտրոնի բժիշկ ռադիոլոգ Էլեն Հովհաննիսյանի հետ։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը։ Շատ հետաքրքիր էր, շատ ինֆորմատիվ էր։ Կհանդիպենք, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։